Այսօր մեզ է միացել ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրամյանը, բարև ձեզ Տիգրան, շնորհակալություն որ եկար։ Նախ դուք ինչ կարևորություն եք տալիս տեղի ունեցած վերջին Երևան Եվրամիություն հավաքին։ Առասարակ, եթե սա սովորական պայմաններում հարցնեին կամ քննարկեինք, թե ինչ կարող էր տալ եվրոպական համայնքի այդ գագաթաժողովի Երևանում անցկացումը կամ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների հետ կապված այդ գագաթնաժողովը, ապա դասական առումով իհարկե դա կարևոր էր, Երևանում անցկացումը նաև որոշակի առումով քշիր էր բերում մեզ, անկախ նրանից, որ դա ամեն տարի մի երկրում առանձին անցկացում էր, բայց այստեղ հաջորդ բակվում է լինելու։ Եթե չեմ սխալվում 28-ին է բակվում լինելու, բայց այստեղ կա հետևյալ խնդիրը, որը կարծում եմ ակտուալ է բոլոր այն երկրների համար, որոնք հյուրընկալում են այսպիսի համաժողովներ, ինչ խնդիր է այդ երկիրը դնում իր առաջ, ո՞րն է իր գլխավոր նպատակը եւ ինչ է ակնկալում ստանալ այդ միջոցառումներից։ Իմ կարծիքով հայաստանյան իշխանությունների համար այս միջոցառումը ուներ մեկ եւ առանցքային նշանակություն, դա ընտրություններից ընդառաջ իշխանության քարոզչությանը լիցքեր հաղորդելը, հատկապես եվրոպական օրակարգի հետ կապված, հատկապես տարբեր երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու, միջոցառումներ անելու տեսանկյունից, այսինքն եթե կար խնդիր առաջին հերթին ապահովելու իշխանության քարոզչական առաջնահերթությունը, ես կարծում եմ իշխանություն դրանով դա ինքն իր համար ապահովել է։ Ինչ է ես սկզբանե ասում դասական առումով, որտեղ դասական առումով այստեղ կար հնարավորություններ ընդհանուր ոչ թե նեղ անձնային կամ նեղ խմբային շահերը առաջ մղելու, այլ շատ ավելի գլոբալ երկրի համար կարևորություն ներկայացնող հարցերի, որը մեծ առումով արտացոլված էր։ Ավելին, եթե օրինակ բերեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը այդ գագաթնաժողովում, դա նաև էականորեն ցույց տվեց, ոչ միայն ընդգծեց, այլ նաև ցույց տվեց այն խարխլված հնարավորությունները, որոնք կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որտեղ Ադրբեջանի նախագահը ամեն ինչ անում էր ցույց տալու համար, որ խաղաղության օրակարգի տերը ինքն է եւ խաղ ընթանում է իր խաղի կանոնների։ Ես անոտեմ ձեր այդ հայտարարությունը, հիմա այդ մասին խոսենք, բայց բերեք այս բանը հասկանանք։ Իշխանությունների քարոզչական նպատակի արժեվ պայմանականորեն դնենք 10 միավոր, երկրի վարկանիշին կամ երկրի օգտակարության գործակցի իմաստով 0։ Հա, այս հավաքի նշանակությունն եմ բաժանում իրար հետ։ Տեսեք, հավաքի նշանակությունը ես արդեն նշեցի, կախված է նրանից, թե որ երկիրը ինչ է կարող իր համար բերել։ Դե ես չթվարկեմ, չեմ էլ կարող թվարկել այն պայմանագրերը, որոնք Եվրամիության հետ, Ֆրանսիայի հետ հատկապես ռազմավարական գործընկերության պայմանագրերը։ Մի քանի կարևոր բան խոսենք։ Դրանք նույնպես ծառայում են, չէ, ուզում եմ հարցս տեղափոխել։ Դրանք նույնպես ծառայում են քարոզչական նպատակին։ Միանշանակ նայեք ինչ արում, ոչ թե այն առումը, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է զուտ նրա համար, որ հայաստանյան իշխանությունները քարոզչական առաջնահերթություններ ունեն, այլ հետևյալ պատճառը, օրինակ տեսեք, նույն Մակրոնի հայտարարությունը, որը հնչեց, որ գիտեք, 28 տարի առաջ, 9 տարի առաջ նման բան չէր կարող տեղի ունենալ, նման մասշտաբի ղեկավարներ չէին կարող այցելել, գիտեք, հենց մենակ այդ մասով ինքնին արդեն աբսուրդ էր, որովհետև հենց մենակ Ֆրանսիայի այդ փոխհարաբերությունները, գիտեք, անկախությունից ի վեր մշտապես Հայաստանի համար եղել են առաջնահերթ, Ֆրանսիայի բոլոր նախագահները տարբեր շրջաներում, տարբեր նախագահների օրոք եկել են, չեմ ասում 2015 թվականն, երբ որ ցեղասպանության միջոցառումներին Ֆրանսիայի նախագահ, Ռուսաստանի նախագահ, Հունաստանի եւ այլն ներկայացված էին այդտեղ այդ միջոցառման են գլխավոր մասնակցելու։ Երկրորդ հանգամանքը, որը այդպես ներկայացում էր վիզաների ազատականացման ռեժիմի հետ կապված, դրա հիմքը ո՞րն էր։ Դրա հիմքը 2017 թվականի ՍԵՊԱ-ի համաձայնագրի կնքումն էր Հայաստանում, որը ակնհայտորեն չէր տեղի ունեցել այս իշխանության օրոք եւ ավելին ասեմ, մինչեւ կարելի ասել 23 թվականը գործընթացը դոփում էր իր տեղում։ Այսինքն եվրոպական օրակարգի մասին հայտարարությունները տպավորություն կար, որ փորձում էր ներկայացնել որպես նոու-հաու կամ որևէ նոր հայտնագործություն, այն դեպքում, երբ որ դրա ֆունդամենտը դրված էր նույն 2017 թվականի ՍԵՊԱ-ում եւ իշխանությունը 4-5 տարի այդ process-ում որևէ իրական առաջադաշ չէր ունեցել։ Ես սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նաեւ Ֆրանսիայի նախագահն էլ ինչու՞ չէ բոլոր երկրներն էլ հասկանում են, թե սա իշխանության համար Հայաստանի ինչ կարևորություններ, բայց
Նաև իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներից ելնելով յուրաքանչյուրը փորձեց իր հրումը այստեղ ապահովել, որովհետև այստեղ օրակարգը Հայաստանի իշխանություն ներկայացնում է, այսպես ասած, արևմուտք եւ Ռուսաստան դիմակայության դաշտում, ինչը ակնհայտորեն այդպես չէ, եւ բնականաբար նաև դրանով էր պայմանավորված, որ եվրոպական ընտանիքի տարբեր դերակատարներ նաև իրենք էլ այդ ամենը գիտակցելով իրենց նպաստը բերում էին իշխանության, այսպես ասեմ, նարատիվների զարգացմանը։ Այսինքն կմոռացվի շատ բաներ։ Կառուցչական նպատակների արտահայտություններ բան, բայց երկրի համար արդյունավետության որևէ գործակից տեսնում եք թե ոչ այստեղ։ Եթե հնարավորություն լինի նույն ՍԵՊԱ-ի այդ ֆունդամենտալ փաստաթղթի կետերը որոշակի առումով կյանքի կոչել, բնականաբար դա պետության համար կարող է լինել կարևոր։ Ես ծանոթացա ձեր վերջին հայտարարություններին, տպավորությունն այնպեսին է, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստ է ագրեսիայի Հայաստանի դեմ։ Ես ագրեսիա սրատակ առաջնահերթին չպետք է տեսնել ռազմական գործողություն, որտեղ ագրեսիան միայն բուն ռազմական ֆազային չի վերաբերում, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը որևէ ձևով չէր տեղավորում ոչ միայն այսպես կոչված խաղաղության օրակարգի տրամաբանությանը, այլ նաև եվրոպական այդ գագաթնաժողովի մոտեցումներին։ Դուք էլ վստահ եմ նկատած կլինեք, որ մեծ թվով երկրների եվրոպացիներ մի քանի օր առաջ Ադրբեջանի կոշտուկը սեղմել էին, չէ՞։ Եվրոպարլամենտի բանաձևը դուք նկատում եք, ես դա նկատի չունեմ։ Առաջնահերթին ռեգիոնում տիրող իրավիճակի մասով, որովհետև գրեթե բոլոր դերակատարները առիթը բաց չէին թողնում, ասելով, որ կարևորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ process-ը, հարաբերությունների նորմալացման, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ոչ միայն վնասակար էին այդ օրակարգի առումով, այլ ակնհայտորեն ցույց էին տալիս ադրբեջանական մոտեցումների, այսպես ճակերտավոր եմ ասում, կենսունակությունը։ Այսինքն ադրբեջանական կողմից եկող հայտարարություններին պետք է վերապահումով մոտենալ, հատկապես Ալիևի, որ ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, փաստ է դա։ Բնականաբար դրան վերապահումով չէ, դա կեղծ հայտարարություն է, ինչպես մոտենալ այդպիսի մտքերին։ Նկատում եք, որը հնչում է, որ Ադրբեջանը Հա, որը հնչում է նույն Ալիևի հայտարարությունները, հավաստիացումները մեկ բան են, լրիվ այլ բան է, թե ինչ կա դրա հիմքում։ Հիմա մեկ օրինակ ես ուղղությամբ բերեմ։ Թեև շատ է քաղաքական առումով շահարկվում, հատկապես երևի այս ընտրական փուլում, բայց տեսեք, հիմա սովորական մարդը ինչ ասում, ասում են լավ, եթե Ադրբեջանի հետ մենք կարողացել ենք հասել խաղաղության կամ փոխհմբռնման, ապա ինչ են անում 19 ռազմագերիները Ադրբեջանում, սա մեկ։ Երկրորդը, եթե նկատել եք տարբեր փուլերում բավականին ակտիվ են անհետ կորածների հարազատները, որովհետև ադրբեջանցիները իրենց կռիվը տալիս են ոչ միայն գերիների, ռազմագերիների դեմ, այլ այն մարդկանց, ովքեր անհատ կորածի կարգավիճակ ունեն, այդ թվում այն մարդկանց, ում զոհվել են, բայց նրանց աճունը մասը ունեն նաև ադրբեջանցիները անհետ կորածներ։ Ադրբեջանցիները առանձնապես այդքան թեմայով շահագրգռված չեն եւ ակտիվ չեն աշխատում, իրենց թեման ավելի շատ վերաբերում է 90-ական թվականների իրենց թեմային, բայց այս տեսանկյունից տեսնում եք, հիմա մարդ ասում է, եթե խաղաղություն է, ապա գերիների հարց կա, անհետ կորածների հարց կա, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին դիտարկել, թեկուզ մի փոքր ավելի թաքնված համատեքստում, բայց հանցագործի, ռազմական հանցագործի պիտակի ներքո, որտեղ սեպարատիզմի մասին խոսելը, դա ոչ թե ուղղված է բուն Լեռնային Ղարաբաղի իշխանությունին կամ նախկին իշխանություններին, դա ուղղված է Հայաստանին, որտեղ Հայաստանին Ադրբեջանը մշտապես ներկայացել է որպես ագրեսոր, որպես բռնագրավող պետություն եւ բնականաբար այս ակնարկները կամ հայտարարությունները կրկին ուղղված են Հայաստանին։ Այսինքն բնական է, չէ՞, առնվազն ես 3 գործոնի մասին խոսեցի, որոնք մեր հանրության մոտ բազմաթիվ հարցեր են ստեղծում, հատկապես խաղաղության օրակարգի։ Ադրբեջանին վստահել պետք չի առայժմ։ Բնականաբար ոչ, եւ Ադրբեջանը ինքը իր խոսույթով վարկագծով դա ցույց է տալիս։ Ադրբեջանը կարող է նաև շրջանցել Վաշինգտոնյան համաձայնությունը, այդ նույն տրամաբանությամբ։ Վաշինգտոնյան պայմանավորությունների հիմքում Տրամպի հեղինակությունը, խոսքը եւ քաղաքական մոտեցումները, որոնք 2 տարի հետո նրա պաշտոնավորման ավարտից հետո կարող են այլևս ակտուալ չլինել։ Գիտեք, Միացյալ Նահանգների քաղաքականության եւ համակարգի մասին մի փոքր դժվար է այդպես խոսել, որովհետեւ բոլորս գիտենք, որ ամերիկյան համակարգը միշտ բավականին կանխատեսել է, թեև դեմոկրատները, հանրապետականները ունեն տարբերություններ իրենց տարբեր հարցերի շուրջ, բայց կոնկրետ Տրամպի վարչակազմի ժամանակահատվածը եղել է շատ անկանխատեսել նույնիսկ իր թիմակիցների համար,
Եվ այս տեսանկյունից իմ համար դեռևս հստակ չէ, թե 2 տարի հետո Թրամփի չլինելու պարագայում սա ամերիկյան կողմի համար կլինի առաջնահերթություն, թե ոչ։ Ալիև ասում է նաև Ադրբեջանը Հայաստանին բեռնափոխադրման մեկ այլ տարանցում կտրամադրի։ Այս հայտարարություններ պետք է դիտարկել այս նախընտրական մթնոլորտում։ Ես կարծում այստեղ երկու հանգաման կա պետք է հաշվի առնել։ Տեսեք, որոշակի տրամաբանական խզում է առաջանում, երբ որ մի կողմից կա մոտեցում, որ Ադրբեջանի իշխանությունները ունեն շահագրգռվածություն գործող հայաստանյան իշխանությունների վերընտրման առումով, քանի որ քաղաքական գիծը եւ կոմֆորտը բնականաբար իրենց համար շատ ավելի այս դեպքում նախընտրել է, եւ երկրորդ կողմից կան Ալիևի ամբիցիաները 44 օրյա պատերազմից հետո որոշակի հայեցակարգային հայտարարություն արվեց Ալիևի կողմից, որի մոտապես կարճ միտքը հետևյալն էր, որ Ադրբեջանը այլևս ռեգիոնալ տերություն է եւ մեր քաղաքականություն դրա շրջանակներում է ստեղծվում։ Հիմա դա դրանից Ադրբեջանը ռեգիոնալ տերության չի վերածվել, այսինքն դժվար է այն դիտարկել Թուրքիայի կամ Իրանի հետ հավասարների շարքում, բայց ամբիցիաների առումով Ալիևը բավական առաջ է գնացել եւ այդ ամբիցիաները սպասարկելու տեսանկյունից նա չունի շատ ավելի այլ բաներ ներկայացնելու, քան դա Ղարաբաղյան գործոնը շահարկելն է եւ անընդհատ օգտագործելն իր այսպես ասած հաղթողի կարգավիճակի առումով։ Դրա համար այս տեսանկյունից մի կողմից Ադրբեջանում հրապարակային նաև անթակույց հայտնում է, որ իրանք կողմ են եւ իրանց համար շատ կարեւոր է գործող իշխանության վերընտրությունը, բայց նաև առիթը չեն էլ թաքցնում, առիթը չեն էլ կորցնում, բաց թողում, որպեսզի նաև հայտարարեն եւ ցույց տան իրենց այն ամբիցիաները, որոնք արտահայտվել եւ արտահայտվելու են։ Հայկական ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտությունների մասին տեղեկատվությունը իրականություն է ձեր դիտարկմամբ, թե կա այստեղ չափազանցության ինչ-որ որոշակի ամպլիտուդ։ Ես կարծում եմ, որ իշխանության կողմից բարձրացված այսպես կոչված հիբրիդային սպառնալիքի թեմայի հիմքում ավելի շատ արևմտյան աջակցություն ստանալն է եւ ներքին դաշտում անդիմադիր տարբեր ուժերի դեմ օգտագործելն է, որովհետեւ իրականության մեջ համարել որ կա սպառնալիք ընդդիմությունը ինչ առումով հակադարձելով իշխանության։ Իսկ օրինակ տեսել եք որ ընդդիմությունը դրսից այսպես ասած տղա հրավիրի, ասի արեք հիբրիդային հարձակում կային վրա, արեք այդ աջակցությունը ապահովելու։ Հայաստանի իշխանություններն են, որոնք ունեն բոլոր հնարավորությունները։ Ընդդիմությունը ասում է վերադարձեք նախկին երաշխավորին։ Դա նույնը չի։ Տեսեք, նախ այդ սխալ մոտեցումը ողջ ընդդիմության վրա բերել եւ տարածելը հիմա դա էլ հասկանանք եւ երկրորդ առումով ես կարծում մի փոքր այլ է ձևակերպում հիմնականում ովքեր խոսում են այդ թեմայով նրանց մոտեցումը այն է որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չպետք է խարխլել թողել մի կողմ ես ինքս այս հարցով իմ տեսակետը հետեւյալն է մենք չենք կարող Ռուսաստանի հետ շարժվել այն իրողություններով որոնք մենք ամրագրել ենք 90-ականներին կամ 2000-ականների սկզբին որտեղ աշխարհը շատ արագ փոփոխության է ենթարկվում եւ իրավական բազան եւ դրանց մեխանիզմները շատ դեպքերում չեն աշխատում։ Մի բաներ, որոնք աշխատել են 15-20 տարի առաջ, այսօր դրանք կարող են չաշխատել կամ աշխատել 50% արդյունավետության եւ ես նրա օգտին եմ որպես կանոն խոսում, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամբողջությամբ վերանայվեն։ Ոչ թե վերցնել, գցենք մի կողմ համարենք, որ դրանք գոյություն ունեն։ Իսկ որը մեկը ասում է պետք է գցել են։ Այլ վերաարժավորել այս հարաբերությունները։ Գիտեք, ուղիղ ասումով կան Հայաստանի իհարկե ուժեր, որոնք ասում են, որ Ռուսաստան տարածարակ պետք է հարաբերություններ չկառուցել, որտեղ Ռուսաստանը մշտական սպառնալիք է եւ խնդրեմ է Հայաստանի Հանրապետության համար, բայց հիմնականում նրանք ոչ այդքան երևացող դերակատարներ են։ Քարոզչական հարթակներից հնչող մտքերն են, նույնը հնչում է ռուսական հարթակներից, որ Հայաստանը վերածվում է եվրոպական սպասարկուի, հա։ Դուք դրա հետ համաձայն եք, որ Հայաստանը որևէ մեկի սպասարկուի է վերածվում։ Գիտեք, ես Եթե Ռուսաստանի հետ փորձում է իրավահավասար պայման հարաբերություններ հաստատել, դա ուրիշի սպասարկում կարելի է։ Գիտեք, այստեղ երկու խնդիր կա, որը իրանք իրար հետ հակադրվող են։ Այն հարցադրումները, որոնք դուք ներկայացրեցիք, դրանք մեկը ինչ-որ մասով չափազանցված է, մյուսը լրիվ այլ թեմա է, ասեմ ինչի մասին է խոսքը։ Մի փայլուն օրինակ բերեմ, դրա վրա կառուցեք էլի ձեր խոսքը։ Զելենսկին գնում է Բաքու, ռուսական քարոզիչը ոչ մի բառ չի ասում։ Չէ՞։
գնում է ամբողջ կազմով ադմինիստրացիայի։ Ну ես լսել եմ մեկնաբանություններ, որոնք եղել են Զելենսկու Բաքու կատարած այցի, հատկապես դրա ռազմական բաղադրիչի քննարկման համար։ Չէ, այն թույնը, որ թափվում է հիմա Հայաստանի գլխին Զելենսկին, որ եկել է Երևան, նույնն է, ինչ Բաքվի նկատմամբ։ Ես չեմ կարող ճիշտ ասած համեմատել, որտեղ Ես կարող եմ, ես հետևել եմ, ես երկու դեպքում մոնիտորինգ չեմ արել, տեսել եմ արձագանքներ, բայց չեմ կարող ծավալային առումով գնահատական տամ, բայց Զելենսկու մասով իմ մոտեցումը հետևյալն է։ Նախ սա եղել է ֆորմատ, որի կազմակերպիչը թե այդ Հայաստանն էր եւ դա Երևանում է կազմակերպվել, բայց դա ունի իր խաղի կանոններն ու մոտեցումները եւ անկախ Հայաստանի իշխանությունների կամքից, եթե եվրոպական համայնքը ցանկություն ունեցել որ Զելենսկին լինի, Զելենսկին լինելու էր այստեղ։ Նույնը վերաբերում է նաեւ Զելենսկու հայտարարություններին, որովհետեւ որևէ մեկը չի կարող որևէ երրորդ պետության ղեկավարին ասել, գիտեք, եթե դուք իմ երկրի տարածք եք գալիս, ապա այս կամ այն չափով այս կամ այն բնույթի հայտարարություններ չարեք։ Այսինքն ես այս մասի վրա չեմ ուզում որոշակի ձևով կենտրոնալ, որովհետև դա Հայաստանի որևէ իշխանությունից կախված հանգամանք չէ։ Այստեղ խնդիրը այլ բանի մեջ է, որպեսզի հնարավորություն չդառնա Երևանը կամ Հայաստանը հարթակ չդառնա Ռուսաստան դիմակայության մեջ ներքաշվելու առումով։ Հիմա բայց երկրորդ առումը մարդիկ ինչ են ասում են Իան Կալիևի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետը, որը վարում է ընդհանուր միջոցառումը որպես հյուրընկալ երկիր, իր շահերին վերաբերող թեմային չի արձագանքում, ու մնաց Ռուսաստանի հետ կապված հարց լինի, բարձրաձայնի, ասի գիտեք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ այլն։ Կարծում եմ Հայաստանյան դաշտում շրջանառվող մեծ թվով մոտեցումների վրա ավելի շատ կենտրոնացում է երկրորդական հարցերի վրա է։ Հիմնական խորքային թեմաներ կա, որոնք պետք է շատ ավելի ուշադրություն դարձնել, քան այդ է։ Ես մի օրինակ բերեմ այս առումով, երբ որ օրինակ Ֆրանսիայի նախագահը շոշափում էր Հայաստան տեղակայված ռուսական կոնտինգենտի կամ սահմանապահների հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք այս պահին կարողություններ չունենք, բայց աստիճանաբար նրանց ոնց որ տեղափոխել ենք։ Օրինակ, այս թեման շատ ավելի իմ համար ծանրակշիռ եւ մեջը բավականին մեծ սպառանիկներ է պարունակում, քան շատերը, որոնք մենք իրավիճակի բերումով քննարկեցինք։ Ինչի համար եմ ասում։ Հարցենի չի, թե այստեղ կարևորը ռուսական զինվոր լինելն է, թե ֆրանսիացի զինվոր լինելու հանգամանքը։ Խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը, երբ որ բացահայտ ցույց է տալիս, որ ռուսական զինծառայողները այստեղ են, քանի որ ինքը հələ որ խնդիր ունի իր սահմանի ապահովությունը համար, բնական է, չէ՞ որ Ռուսաստանը իր շահեր ունի։ Հենց այնպես ոչ մեկ չի գալիս կոնտինգենտ տեղակայում, դա մենակ Ռուսաստանին չի վերաբերում։ Միացյալ Նահանգներին է վերաբերում եւ այլն, որը հիմա Եվրոպայում է քննարկվում։ Այսինքն այստեղ խնդիրը լրիվ այլ թեմայի մեջ է եւ պետք է հասկանալ։ Իսկ կարող ենք բերենք իրավիճակը մի կետի, երբ Ռուսաստանն ասի, որ եթե այստեղ խնդիրը միայն միակողմանի շահերի տեսանկյունից է, դե գնացեք դուք ձեր հարցը լուծեք, ես իմ կոնտինգենտը հանում ենք, ու մենք կանգնենք կոդրաստ դաշտակի առաջ, որտեղ մեր հնարավորություններն ու ռեսուրսները այսպես դրա հնարավորությունը չեն տալիս։ Թե ինչ է, բայց պիտի ավարտենք, ինձ հուշեցին ժամանակի համար։ Դուք ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակում եք։ Ոչ։ Չէ։ Ինչպես եք մասնակցելու այս ընտրություններին, ինչ մասնակցություն եք ունենալ։ Հանրապետականը իր համագումարում, ապրիլի 4-ին տեղ ունեցած համագումարում իր առաջնահերթությունները արտահայտել է ոչ միայն ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերում, այլ նաև ընտրական process-ներում ընդդիմադիր ուժերի սատարման տեսանկյունից, սկսած հանձնաժողովներում մեր ներկայությունից, վերահսկողական ֆունկցիոնից, վերջացրած քարոզչական ողջ ծավալով հանրապետականը կարող եք ասել ձեր կողմնորոշումը արդեն, չէ՞, ինչպիսին է։ Մենք հայտարարել ենք, որ կոնկրետ որևէ ուժի սատարում հայտնելու որևէ խնդիր մենք չենք դրել, ու այս պահին այդ թեման մեր համար որևէ ձևով ակտուալություն չի ներկայացնում։ Մենք համարում ենք, որ իրական ընդդիմադիր ուժեր կան, որոնք այսօր մասնակցում են խորհրդարանական պայքարին, մենք եւ հրապարակային եւ ըստ նրանց հետաքրության նաեւ առանձին խողովակներով հայտնել ենք, թե մենք ինչ հնարավորություններ ունենք եւ ինչով կարող ենք մեր ներուժը օգտագործել ընդհանուր պայքարում հաջողություն հասնելու համար եւ այդ ուժերի հետ տարբեր մասերով մենք աշխատում ենք։ Երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերից քարոզչական արշավ է մեկնարկել։ Մեկը մյուսին հակադրումով օրինակներով չբերեմ անվանական օրինակներ, վստահ եմ ծանոթ եք այդ։ Դրա հիմքը որտեղ է։
Հանրապետականի տեսակետը եղել է եւ դա մնում է անփոփոխ, դա որևէ ձևով չի բխում մեր շահերից, դրանք որևէ ձևով չի բխում մեր առաջնահերթություններից։ Մենք որոշակի բարբերականությամբ արձագանքում ենք այն ժամանակ, երբ որ ինչ-որ բան է կուտակում կամ կա խիստ անհրաժեշտություն։ Այլ բան է, որ կան նաեւ տարբեր դերակատարներ, տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, որոնք տարբեր դաշտերից փորձում են նաեւ ասոցացնել մեր հետ եւ դա էլ նույնպես կապվում է ընդհանուր հանրապետականի այս կամ այն դիրքորոշման հետ, բայց մենք կարծում շատ հստակ է, շատ պարզ ենք, մեր մոտեցումը արտահայտում ենք։ Հանրապետականը այդ թվում իր ղեկավարի Սերժ Սարգսյանի շուրթերով դրա մասին իր մոտեցումը արտահայտել է, որ մենք ընդհանրապես տեղ շահագրգռվածություն չունենք եւ ես կարծում եմ, որ այս թեման հատկապես ընտրական փուլում որքան քիչ հարցարցվի, այնքան լավ։ Ամեն դեպքում երկրորդը երրորդի հասցեին ասում է չգիտեմ իր հասցեին է թե ոչ։ Երկրորդ նախագահը երրորդի ուղղությամբ ասեմ, որ դուք որոշեք հասցեատերը։ Իրավ հաջորդի հարցում սխալվել եմ։ Ում է հասցեագրված այդ միտքը։ Գիտեք, անկեղծ ասած, երբ որ հետ գնանք, իսկ դուք ակնհայտորեն ձեր փորձի առումով կարող եք հետ գնալ այդ ժամանակահատվածին եւ տեսնել, թե ովքեր են եղել 2006, 7, 8 թվականին հիմնական դերակատարները եւ իրականում ովքեր հնարավորություն ունեին երրորդ նախագահի կարգավիճակ ունենալուն, ապա կարծում եմ, որ փորձառու գործիչների համար, ովքեր այդ ժամանակահատվածում նաև ակտիվ լրագրության մեջ են եղել կամ քաղաքական դաշտում են եղել, շատ ակնհայտ է եղել Սերժ Սարգսյանը որպես դերակատար, Սերժ Սարգսյանը որպես հանրապետականի ղեկավար, դեռ չեմ խոսում հանրապետականի մասին, որը նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում եղել է հիմնական առանցքային գործող ուժը, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում առանցքային գերատեսչության ղեկավար պաշտպանության նախարարը, Անդրանիկ Մարգարյանը վարչապետը եւ այլն, այսինքն այնքան ակնհայտ է եղել երևությունը, որ 2008-ի նախագահը պետք է ներկայացված լիներ կամ հանրապետականից կամ առնվազն հանրապետականի աջակցությամբ։ Այնպես որ այդ թեման կարծում եմ այդքան էլ ակտուալություն չունեն։ Ոչ երբեք Վարդան Օսկանյան։ Եթե Վարդան Օսկանյան ուներ այդ հնարավորությունը, Ռոբերտ Քոչարյանը կարծում եմ այդ մասով ավելի շատ կասի թե ինչ է եղել կամ ինչն է եղել նրա հիմքում, որ Վարդան Օսկանյանը այդ կարգավիճակում չի եղել։ Դա անցյալ է, թողնենք անցյալ։ Շնորհակալություն, որ եկաք։